Տոնական տրամադրությունն այս անգամ Զատիկ երեխաների աջակցության կենտրոնում սկսվեց անակնկալից։ Նոր տարուն ընթառաջ այստեղ էին եկել Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մեկ պարզ, բայց կարևոր երեխաներին ժպիտներ պարգևելու նպատակով։ Երեխաների հետ ժամանակ ենք անցկացրել, ուրախացրել ենք կենտրոնի խնամքի տակ գտնվող երեխաներին եւ կարծում եմ, որ սա նաեւ պատգամավորների պարտականությունն է, առնվազն իրենց խղճի առաջ։ Սպասում էին, ուրախ էին ու շատ սեր կար իրենց մեջ, մի տեսակ սեր, որը չեն հասցնում տան բոլորին, այսինքն տպավորություն կար, մի քիչ դժվար է գնալը, որտեվ կապվում ես այդ երեխաների շատ կարճ ժամանակահատվածում, բայց հուսով եմ մենք ելի կայցելենք, ելի կհանդիպենք։ Այն փաստը, որ մենք եկել ենք, շփվել ենք երեխաների հետ, դա արդեն իսկ հաճելի էր մեզ համար, որովհետև երեխաները զգացվում էր, որ կարիք ունեն շփվելու մեծերի հետ, պետք է ամեն ինչ անենք, դաստիարակենք մեր հասարակությունը եւ օրինակներով ցույց տանք, որ պետք է հասարակությունը լինի ավելի հանդուրժող, հասարակությունը լինի լցված սիրով երեխաների նկատմամբ։ Ծիծաղ, զարմանք ու անկեղծ ուրախություն։ Մի քանի րոպեով մոռացվեցին առօրյա դժվարություններն ու կենտրոնը լցվեց մանկական հեքիաթային տրամադրությամբ։ Այսօր իրենց օրը սովորականից տարբերվող օր էր եւ թե շոուն, թե կենթանիները, թե էմոցիաները շատ կարեւոր էր եւ անհամբեր առավոտվանից հագուստներն էին փոխում, զարդարվում էին, որ հյուրերին կարողանան դիմավորել բարձր տրամադրությամբ։ Խորհրդարանականները հեռանալիս փաստեցին, այցը ոչ միայն տոնական էր, այլև աշխատանքային։ Նպատակն էր ծանոթանալ պետության կողմից երեխաների աջակցությանն ուղղված ծրագրերին, գնահատելով դրանց արդյունավետությունն ու որակը։